Բաքուն խաղաղության պայմանագրի մասով անընդունելի նախապայման է առաջ քաշում, բայց փակուղային իրավիճակ չէ, կարծում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա նշում է, այս պահին խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ օր չկա։ Տեքստը պատրաստ է, դրա շուրջ այլևս բանակցություններ չեն ընթանում։ Երևանի ակնկալիքն է հնարավորինս շուտ ստորագրել այն։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարածքների հնարավոր փոխանակմանը, Խանդանյանի խոսքով, եթե որևէ սցենարով որոշվի, որ նման բան պետք է լինի, Հայաստանի օրենսդրության համաձայն այդ հարցը չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Անկլավների հարց այս պահին կա, բայց դա պետք է արձանագրվի սահմանազատման գործընթացի շրջանակում։ Հայաստանը 4-րդ կարգի ցորենի կարիք ունի, իսկ հացի խնդիր չկա, լրագրողների հետ զրույցում վստահեցրել է էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զախարյանը, անդրադառնալով Ղազախստանից Հայաստան ներկրված ցորենի որակի հարցին։ Նա հավելել է, ցորենը ցորեն է, կենդանին ուտում է, հետո մեզ ինչ-որ բան է տալիս, ինչու պետք է նշվեր, թե ինչ կարգի ցորեն է բերվում։ Փոխնախարարը նաև ընդգծել է, Ռուսաստանից ներկրված ցորենը բարձրակարգ է։ Տասնամյակների վեր առաջին անգամ Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով նախ Հայաստան հասավ Ռուսաստանից, ապա Ղազախստանից ներկրված ցորենը։ Հայաստանի էլեկտրական ցանցերի բաշխման լիցենզիան դադարեցնելով բացահայտվում է իշխանության խորքային քաղաքական նպատակները սեփականության վերաբաշխման նոր բացահայտ քաղաքական փուլի ձևով, կարծում է ընկերության գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Նոյեմբերի 13-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է քննարկել ՀԵՑ ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը։ Ղազինյանն ընդգծում է, առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի լիցենզիայի դադարեցումը նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Գրիգորյանին մեղադրանքի առաջադրվել ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական ակտ կայացնելու, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածներով։ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը եւ գրավը։ Նաիրա Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի դուստերն է։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ուկրաինական հետախուզության կողմից կազմակերպված գործողություն խափանելու մասին է հայտարարել, որի ընթացքում իբր ծրագրվում էր կինժալ հրթիռով զինված ռուսական MiG-31 գերձարնային կործանիչ առևանգել։ Ռուսական կողմի պնդմամբ գործողությանը ներգրավված է եղել միջազգային հետաքննական Bellingcat հարթակը։ ԱԴԾ-ի վարկածով դրա ներկայացուցիչը կապ է հաստատել MiG-ի օդաչուի հետ, ներկայացել որպես լրագրող եւ փորձել է համոզել օդաչուին առևանգել ինքնաթիռն ու այն տեղափոխել Ռումինիայում ՆԱՏՕ-ի ավիաբազա։ Այստեղ կործանիչը կարող էր խոցվել հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից միջադեպի պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելու նպատակով։ Ուկրաինայի եւ Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել պնդումները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանրապետականները կոնգրեսում օրինագիծ են մշակում, որը թույլ կտա այսուհետև չդադարեցնել դաշնային կառավարության աշխատանքը։ Նա հավելել է, եթե այն ընդունվի, այլևս հնարավոր չի լինի կանգնեցնել կառավարության աշխատանքը միայն այն պատճառով, որ փորձել եք փոխել գործարքի պայմանները։ ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը, որը դարձել է երկրի պատմության մեջ ամենաերկարը, սկսվել է հոկտեմբերի 1-ին ֆինանսավորման բացակայության պատճառով։ Պատճառն այն է, որ կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետական եւ ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ ծախսերի մի շարք հոդվածների, այդ թվում առողջապահության ոլորտի ծախսերի վերաբերյալ։